Ալաշկերտը, բայց ի տարբերություն Արարատ Արմենիայի եւ Նոայի Ալաշկերտը 1 հանդիպում ավելին է անցկացրել։ Ինչ վերաբերում է ԲԿՄ-ին, ապա թիմը 3 խաղից հետո վաստակել է ընդամենը 1 միավոր եւ այս պայդրությամբ 10-րդ տեղում է։ Այսքանը թերևս մրցաշարային հերոսակի մասին, հիմա շատ արագ ներկայացնեմ մրցող թիմերի կազմերը։ Նոային ավելի մանրամասն կանդրադառնամ, որովհետեւ այստեղ մարզչական փոփոխություն է արդեն տեղի ունեցել։ Այսպես ԲԿՄ թիմը խաղում է 4-2 եզրից գնդակը մտցնում խաղի մեջ։ Ալյոշան տարբերակ չգտավ գնդակն առաջ տանելու, ստիպված էր հետ փոխանցում կատարել եւ ապահովության համար պարզապես ԲԿՄ-ի ֆուտբոլիստները գնդակը դուրս են բերում դաշտի եզրային սահմաններից։ Անկյունային է լինելու։ Այսօր Նոայի մեկնարկային կազմում իդեպ դարպասապայի փոփոխություն եւս եղել է։ Դանիել Ֆիգերան է առաջին րոպեներից մեկնարկային կազմում եւ Արթուր Կոնեգլյանը մնացել է պայստայինների նշտարանի, շատ վտանգավոր էր։ Քիչ էր մնում բացեին հանդիպման հաշիվը։ Ցածրելու Նոան Յակոլիշ տեղափոխվեց կենտրոն, Յակոլիշը փորձում էր արվածել, բայց թույլ չտվեցին ԲԿՄ-ի ֆուտբոլիստները եւ հիմա դժվարությամբ ԲԿՄ-ն փորձում է գնդակը հեռու տանել սեփական տուգարային հրապարակից։ Որքանով Նոայի ֆուտբոլիստները կարդարացնեն մարզչի սպասելիքները, բարդ է ասել։ Էլդեր Ֆերեյրան եկավ ձախ եզր, թողեր էր աջ եզրը եւ Յակոլիշը նրա համար մի փոքր ճանապարհ էր բացել։ Խախտեցին կանոնները Նոայի ֆուտբոլիստների։ Վնասվածք է ստացել եւ նա ինչ վիճակում է։ Կրկովիչը պատասխանեց, որ ամեն ինչ այդքան էլ լուրջ չէ, բայց ինչպես տեսնում ենք, հարմարավետ է զգում պաշտպանությունում եւ այս պայդրությամբ կարելի ասել լավ են փակում Նոայի վտանգավոր ֆուտբոլիստներին, վտանգը այ հիմա էլ ստացավ իր հնարավորությունը եւ Տուգանային հրապարակում պարզապես անթերի հարված կատարեց։ Այս հանգամանքը անընդհատ պետք է հիշեն ԲԿՄ-ի ֆուտբոլիստները եւ եթե մրցակիցը անգամ սեփական առանցքի շուրջը Հովանիսյան ուղարկեց Տուգանային հրապարակ եւ կարող էր հիմա կարող էր ԲԿՄ պետությունը անհամեմատ բարձր է։ Խանցում կենտրոն բարդ հարված էր Գոր Մանվելյանի կողմից։ Հենց այս դրվագում էլ կարող եք տեսնել այն ինչի մասին քիչ առաջ ես խոսեցի։ Գնալ գրոհելու։ Այստեղ էլ դիմավորեցին, շատ ռիսկային խաղաց հիմա ԲԿՄ-ն, կորցրին գնդակը։ Լավն էր փոխանցումը, բայց արդեն պատրաստ է Բրայանը Տուգանային հրապարակում է, Լազետիչը փոխանցում բարձրից։ Տակուտոն համար ֆուտբոլիստ է, շատ ճարպիկ ֆուտբոլիստ է, նրան պետք է ազատություն չտալ։ Պավլովիչ կարճ տարածության վրա հերթական անգամ փորձում էին խաղարկելով ճեղքել պաշտպանությունը Նոայի Կոստակին սկսեց մարզավիճակ հավաքել, հետո բավականին որակյալ ֆուտբոլ էր ցուցադրում եւ եղավ լուրջ վնասվածք։ Հիմա դեռ նոր է վերադարձելու գոլ! Սավեն Խուդավերդյան! Այ քեզ չկուն արված, Պաբլո Գարսիան պաստորեն գիտեր ինչ է անում եւ ինչպես ձգվեց, ինչպես հասավ գնդակին Խուդավերդյանը, այսը հարված էր, այսը համար էր եւ Արցունյան, Կրմզյան, Եվս մեկ փոփոխություն է նախապատրաստվում Արմեն Գյուլբուդաղյանցի կողմից ապել, եզրային նետումը կատարել, վերջ, ավարտված է հանդիպումը Նոան բարդագույն պայքարում, Հայաստանի պրեմիեր լիգայում 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ դարձավ առաջնության մի անձնյա առաջատար։